5-ը վիրավոր, ասում է 2 երեխա։ Երևի երեխու գլխարկն է, գիտես։ Նոյեմբերի 14-ն է, Երևան։ Դոջ Մակնիշի ավտոմեքենան Բագրատունյանց փողոցայում բախվել է 3 կամրջի բետոնե հենապատին, բետոնե սյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իմ տեղեկություններով երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, փրկարարության Երևանի թիվ 1 Քրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական աշխարհ, ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոր Առաքելյանի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Վիրավորների դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ առաջին օգնության են ասել քաղաքացիները եւ Գոր Առաքելյանն ու Դավիթ Նիկողոսյանն են վիրավորներին ուղեկցել հիվանդանոց։ Այս պարեկները կարգավորում են երթևեկությունը, դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Երևան քաղաքի գնդից Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, իմ տեղեկություններով արդեն քննչական խումբը, բաժնի պետի տեղակալները եւ հերթապաքննիչի գլխավորությամբ մեկնել են հիվանդանոցներ, ապա կժամանեն դեպքի վայր։ Այս հենապատին է բախվել ըստ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ իմ տեղեկություններով BMW Մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Դոջի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Այս հատվածում շատ է ճանապարհատրանսպորտային պատահար տեղ ունենում, այս նույն հատվածում նաև ցավոք տարիներ առաջ ողբերգական ավտոմեքենայի ավտովթարի հետևանքով մահացավ նաև աշխարհահռչակ շախմատիստ Արոնյանի կինը։ Սա բախված տեղն է, ցուցանակել է կոտրվել բախման հետևանքով հավանաբար։
Ոտով էթամ ավելի շուտ կհասնեմ։